Տեսախցիկների տեղադրումը ընտրատեղամասերում երաշխիք չէ առանց կեղծիքների ընտրության, եթե իշխանությունը համաձայնել է ներդնել այս մեխանիզմը, ապա այլ ծրագրեր ունի։ Որ հնարավորինս այնպես անել, որ ընտրական տեղամասերում կեղծիքների չերևան, դրսում լինի ամեն ինչը։ Բայց եթե ինչ-որ մի պահ պարզվի, որ ձայների չի երիքում, տեսախցիկները կփչանան, լույսը կանջատվի։ Գեներալ Մավելն ասում է, մուշն չակուշն էլ մեղն էլ իրան ձեռքը։ Հիմա այդ չակուչի եւ մեղի պատմությունը դրան նպաստող գործոնները փոխվել են, չեն փոխվել։ Ընտրատեղամասերում խախտումներ անելը անգամ տեսախցիկների առկայության դեպքում ըստ մասնագետների դժվար չի լինի, քանի որ դրանց անջատման պարագայում ոչ մի պատժամիջոց չի նախատեսվում։ Իհարկե լավ է, որ տեսախցիկները կան, ավելի լավ չեղած տեղից բողկնել է միրգ, բայց մեծ հույսեր կապել տեսախցիկների հետ պետք չի։ Եթե ես ուզենամ ընտրական տեղամասում ինչ-որ հանցագործություն գործեմ, ասեմ լցոնում անեմ, թվանկարչություն անեմ, մարդ ծեծեմ, առաջի գործողությունը ինչ որ ես կանեմ, սովորական մկրատով կկտրեմ տեսախցիկի լարը, որտեվ իրավական տեսանկյունից տեսախցիկի լար կտրելը հանցագործություն չի։ Ինչ վերաբերում է քվեարկության օրվան, ապա դա միայն բարոյական ու սահմանադրական նորմերով չէ փոփոխության ենթակա, քանի որ ապրիլի 2-ի նշանակմամբ խախտվել են որոշ քաղաքացիների իրավունքներ։ Ապրիլի 2-ից մինչև ապրիլի 22-ը ծնվածները, որոնք դառնում են 18 տարեկան, զրկվում են քվեարկությունը իրացնելու հնարավորությունից։ Առաջիկա ազգային ժողովի ընտրություններում առավել ուշադրություն պետք է դարձնել ոչ թե տեխնիկական, այլ բովանդակային գաղափարական հարցերին։ Հենց դրա համար քաղաքասարակությունը հարցաշար է պատրաստել ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար։ Դա կարող լինելու, թե ինչպես են այդ դաշինքները ի վերջո ձևավորվել։ Եթե կուսակցությունները տարբեր պատասխաններ ունեն այդ հարցերին, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Եվրասիական տնտեսական միությունում, թե արդյոք պատկերացնում են եվրոպական տիրում, արդյոք պատկերացնում են, որ Ղարաբաղյան հարցը պիտի լուծվի խաղաղ բանակցային գործընթացներով, հողերի խնդիրը, ինչպես պետք տարբեր կուսակցություններ տարբեր պատասխան են եւ պարզվի, որ նրանք գտնվում են միևնույն դաշինքում։ Ըստ քաղաքասարակության ընտրողը պետք է կարողանա կողմնորոշվել ոչ թե նրանով, թե ով է լավ տղա կամ ով է օլիգարխ, այլ թե ինչ են առաջարկում եւ ինչպես են պատկերացնում կարևորագույն խնդիրների լուծումը։